Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ոստիկանները հատուկ հսկողության տակ են վերցրել դեպքի վայրն ու շրջակայքը։ Առաջ են քաշվել մի շարք վարկածներ, համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նախօրեի կեսգիշերին Էջմիածնի Չարընցի 4-րդ շենքի բակում կայանած մեքենայում հայտնաբերվել էր տղամարդու դիակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա Արմավիր գյուղի բնակիչ էր։ Հայկարամ Գրիգորյանը վարձակալությամբ ապրում էր Էջմիածնում։ Մակարով տեսակի ատրճանակից նրա ուղղությամբ արձակվել է մինչև 7 կրակոց։ Դատաբժշկական փորձագետը համապատասխան ստորագրությամբ, որ ինքը նախազգուշացված է ակնհայտ կեղծ փորձակնության արդյունք տրամադրելու համար, եզրակացություն տրամադրելու համար, ինքը տալու է իր մասնագիտական կարծիքը։ Ոստիկանապետի առաջին տեղակալն անդրադարձավ վերջին շրջանում համակարգից ազատվածների թեմային։ 2015-ին աշխատանքից ազատվեց Շիրակի մարզի ոստիկանապետը, այնուհետև պետական պահպանության գլխավոր վարչության պետը։ Ունան Պողոսյանի խոսքով սա պայմանավորված չէ առանձին դեպքերով, թերանալու պատճառով կամ պարտականությունները կատարելուց հետո փոխարինողներ են գալիս։ Համապատասխան աշխատանքների վերլուծության, ուսումնասիրության եւ գնահատման արդյունքում կայացվում է որոշում։ 2015-ի առաջին եռամսյակի ընթացքում անցած տարվա համեմատ 4-ով ավելացել է սպանությունների թիվը՝ 18 դեպք։ Գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 665-ով։ Հանցագործությունների առումով ամենածանր բնակավայրը Երևանն է, հաջորդում են հարևան մարզերը։ Ծառայական ծանրաբեռնվածությունը ամենաբարձրը Երևանում է։ Արարատյան դաշտավայրի մեր բնակավայրերում Արմավիրի մարզում, Արարատի մարզում, Կոտայքի մարզում։ Դասական օպերատիվության շնորհիվ բացահայտված գործերի թիվն ավելացել է։ Թմրանյութի բացահայտման դեպքը միջգերատեսչական գործակցության արդյունք է։ Առաջիկայում կբացահայտվի հասարակական հնչեղությամբ եւս մեկ գործ։ Մենք եթե ունենք համապատասխան օպերատիվ տեղեկատվություն, անմիջապես փոխանակում ենք, նույնը իրենք։ Եվ մոտ օրերս նման մի բացահայտում կլինի։ Ապրիլի 16-ը ոստիկանի օրն է, բոլորը համազգեստով, տոնական տրամադրությամբ, պարզապես համեստ օրակարգով։ Այս տարի տոնախմբություն չի լինի։ Միջոցառում եղել է միայն ոստիկանության դահլիճում, իրավապահները հանդիպել են Արամ Խաչատրյանի որդու հետ, ոստիկանության 97-րդ տարեդարձի առթիվ։ Դավիթ Դավթյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։